Ընտանիքում պիտի լինի անդոր, ոչ թե աղմուկ։ Բոլոր նորմալ ընտանիքներում տիրում է անդորը, ոչ թե աղմուկը, բայց կան մասնագետներ, հոգեբաններ, ավելի կոնկրետ, որ գտնում են ընտանիքում պիտի աղաղակ լինի, կոնֆլիկտներ լինեն, որ այդ ընտանիքը համարվի կոնստրուկտիվ։ Իսկ այն ընտանիքները, որտեղ լռություն կա, իրար հասկանալ կա առանց կռիվների, այդ ընտանիքը այդ մասնագետի կարծիքով լիարժեք ընտանիք չի։ Այսինքն, եթե դու բռնության չես ենթարկվել, հա, այդ ընտանիքում, ուրեմն այդ ընտանիք չի։ Արդեն չեմ զարմանում, սենց ինտերվյուներ ճակերտավոր, հա, չստացված ինտերվյուներ, որ նայում եմ, մենակ մի բանի վրա եմ զարմանում, լավ, ոնց եք հաղորդաշարային կտրվածքով այդ մարազմատիկ բարբաջանքները դուք եթեր տալիս։ Լավ, մի խելոք մարդ չկա, ձեզ ասի, հարգելի տնօրինություն, այս մարդուն, որ բերենք ստեղ, սկսի դատարկաբանել, հետո ոնց ենք տակից դուրս գալու։ Ես հասկանում եմ, որ որոշ մասնագետներ, կոնկրետ հոգեբաններ, ինչքան ընտանիքները աղմկահարույց կոնֆլիկտային լինեն, այնքան իրանց լավ փող կաշխատեն այդ մարդկանց վրա, բայց կարելի է մի քիչ զուսպ լինել, չէ՞։ Կարելի է մի քիչ համեստ լինել։ Դե պարզ է, որ լուր, հանգիստ, առանց կոնֆլիկտ ընտանիքում չի առաջանա այդ խնդիրը, որ հոգեբանի դիմեն։ Ինչքան կոնֆլիկտը շատ, այնքան ձեր ընտանիքի մեջ ներգործությունը շատ ուրիշ ինչ-որ կամպանիաների կողմից, հա, կլինի հոգեբան, կլինի ոստիկանություն, կլինի, այսինքն գործ կունենան մարդիկ։ Ինչքան ձեր ընտանիքը կոնֆլիկտային լինի, այնքան պետությունը օգուտ կունենա, հա, կզբաղվի ձեզնով, կբուժի, կնստացնի պետք եղած ժամանակ, կտանի, չգիտեմ, կտուգանի, մի խոսքով, ես զզվում եմ սենց մասնագետներից, ովքեր սիստեմ են դարել, մի սիստեմ։ Մարդը, որ դիմում է հոգեբանին, այդ սիստեմից տուժած մարդն է, իսկ դու իրան ուզում ես մտցնել այդ սիստեմ, նույն ձևով, հա, չի կարա տենց լինի։ Լիքը մասնագետներ իրանց դերը սխալ են հասկացել։ Ձեր գործը ոչ թե մարդկանց կոնֆլիկտի մեջ ներքաշելն է, հարգելի գոլեգաներ, այլ կոնֆլիկտից դուրս բերելն է։ Այսքանը։